Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, անդրադառնալով իր նկատմամբ նախաձեռնված հանրային քրեական հետապնդմանը։ Ռադար Արմենիայի հետ զրույցում Հարությունյանը պատմում է, որ իրեն մեղադրում են միջանկյալ դատական ակտը չկատարելու մեջ այն դեպքում, երբ տվյալ դատական ակտի մասին տեղեկացվել են դրա կայացումից շուրջ 1 շաբաթ անց։ Դատարանի կողմից կայացվել է միջանկյալ դատական ակտ, որով արգելել է Երևանի քաղաքապետարան մրցութային գործընթաց նախաձեռնել։ Եվ շատ դժվար է իրականում, ավելին շուտ կասեմ, անհնարին է կատարել մի դատական ակտ, որի մասին տեղեկանալու ես 1 շաբաթ հետո։ Նա առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն, իսկ ինչ է տեղի ունեցել։ Ըստ Հարությունյանի Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին նախաձեռնել է մրցութային գործընթաց, իսկ դատարանի որոշման գոյության մասին տեղեկացել են 1 շաբաթ անց, սեպտեմբերի 5-ին։ Դատարանը արգելել էր Երևանի քաղաքապետարանին մրցութային գործընթաց նախաձեռնել, իսկ մրցութային գործընթացը արդեն իսկ նախաձեռնված է եղել, իսկ ՀՀ օրենսդրության համաձայն նախաձեռնված մրցութային գործընթացը հնարավոր չի կասեցնել, դա օրենքի խախտում է։ Հարությունյանի խոսքով դատական ակտում եւս նշված է, որ օրենսդրությամբ արգելվում է կասեցնել արդեն սկսված գնման գործընթացը։ Ակտը հստակ վերաբերում է միայն նախաձեռնմանը։ Նրա պարզաբանմամբ մրցութային գործընթացը նախաձեռնված է համարվում այն պահից, երբ հրապարակվում է գնումների պլանը եւ ներկայացվում է գնման հայտը, եւ այդ փուլից հետո այն այլևս կասեցման ենթակա չէ։ Հարությունյանը նաև անդրադարձել է պնդումներին, թե մեղադրանքը ենթադրում է ինքը պետք է նախապես իմանար դատական ակտի մասին։ Խոսքը գնում է Երևան քաղաքի ճանապարհային նշանների մասին, եւ բոլորս քաջ գիտակցում ենք նման ծառայության կամ մատակարար չունենալու պարագայում Երևան քաղաքում ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Նրա խոսքով նախորդ մրցույթում հաղթած Impex ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագիրը օրենքի ուժով լուծվել է, քանի որ ընկերությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել պահանջվող բանկային երաշխիքը։ Հետևաբար պատասխանատու ստորաբաժանման առաջնահերթ պարտականությունն էր հնարավորինս արագ նախաձեռնել նոր մրցույթ, քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման գործընթացը չխաթարելու համար։ Կատարվածը սխալ իրավական մեկնաբանություն է, թե դիտավորյալ աղավաղում Վազգեն Հարությունյանը այս փուլում չի ցանկանում գնահատական տալ։ Գործը գտնում է քննության փուլում եւ ենթադրում եմ պատասխանատու մարմինները նշված փաստերի առկայությունը կհամադրեն եւ եզրակացություն կանեն հետագա գործողությունների համար։ Հարությունյանը ակնկալում է, որ քրեական հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։